Եկեք միասին պատրաստենք սեզոնին համահունչ, շատ համեղ և տարբերվող ռուլետ։ Պատրաստել ենք դդմիկով ռուլետ համեղ և տարբերվող միջուկով։ Այս տարբերակով անչափ լավ է ստացվում, հեշտ, արագ և շատ հարմար է նաև հյուրասիրության համար։ Մեզ պետք է 500 գրամ դդմիկ։ Լվանում ենք 30 ծայրի հատվածները, որից հետո անցկացնում ենք հեիչի խոշոր անցքերով։ Լցնում ենք քամիչի մեջ և թողնում ենք ավելորդ հեղուկը քամվի։ Մեզ պետք է նաև 1 հատ գազա, որը նույնպես անցկացնում ենք հեիչի խոշոր անցքերով։ Գազը նույնպես ավելացնում ենք դդմիկի վրա, ավելացնում ենք նաև մի փոքր աղ, խառնում ենք և թողնում ենք ավելորդ հեղուկը դուրս գա։ Առանձին տարայի մեջ լցնում ենք հավկիթները, թթվասերը, սխտորը, համեմում ենք մի փոքր աղով և սև պղպեղով, բոլորը միասին լավ խառնում ենք։ Բաղադրիչների հստակ քանակը և չափերը գրված կլինեն նկարագրության բաժնում, ինչպես նաև կա էկրանի վրա։ Մեզ պետք է նաև 1 մեծ փունջ սամիտ, մանր կտրատում ենք և ավելացնում ենք մասսայի վրա։ Քանի որ միջուկի համար մեզ նույնպես պետք է սամիտ, այստեղից մի փոքր առանձնացնում ենք, ամբողջը չենք ավելացնում։ Ահա տեսեք, թե ինչքան հյութ է դուրս տվել։ Քթալի օգնությամբ այսպես նորից սեղմում ենք և լցնում ենք մասսայի վրա։ Բոլորը միասին լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, որից հետո ավելացնում ենք ալյուրը։ Ալյուրը վերցնում ենք 3-ից 4 չաշի քթալ։ Խառնելու ընթացքում եթե կզգաք դեռ թույլ է, կարող եք նորից ավելացնել։ Ահա պետք է ստանանք այսպես մի փոքր պինդ զանգված։ Այստեղ շատ կարևոր է որակյալ յուղաթուղթը, քանի որ եփվելուց հետո եթե որակը լավը չեղավ, դժվար է լինում հեռացնելը։ Յուղաթղթի վրա մի փոքր բուսայուղ ենք ցողում և ամբողջ մասսան տեղափոխում ենք յուղաթղթի վրա, հավասարաչափ տարածում ենք։ Պետք է այնպես անենք, որ մի տեղը բարձր կամ ցածր չստացվի։ Այսպես հավասար տարածում ենք։ Վրան նույնպես մի փոքր բուսայուղ ենք ցողում։ Սա պարտադիր չէ, կարող եք չանել։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռով, եփելու ենք 2 աստիճանի տակ 20-ից 25 րոպե կամ մի փոքր ավել։ Մինչ դդմիկը եփվում է, պատրաստում ենք միջուկը, որի համար մեզ պետք է կաթնաշոռային պանիր կամ հալվող պանիրիկներ 2 հատ, մայոնեզ կամ թթվասեր, սխտոր, աղ, սև պղպեղ և սամիտ, բոլորը միասին խառնում ենք։ Միջուկը կարող եք պատրաստել նաև ձեր նախընտրած տարբերակով։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Մեզ պետք է նաև միջուկի համար 2 լոլիկ, կտրատում ենք կիսալուսնաձև։ Կարող եք նաև վերցնել վարունգ կամ գունավոր պղպեղներ, այդպես էլ շատ համեղ և գեղեցիկ է ստացվում։ Ահա և մեր դդմիկով խմորը պատրաստ է, տեսեք, թե ինչքան հավասար է բարձրացել և ինչ գեղեցիկ է կարմրել։ Թողնում ենք սառի, որից հետո քսում ենք միջուկը։ Հավասարաչափ տարածում ենք, վրան դասավորում ենք արդեն իսկ կտրատած լոլիկները մի փոքր իրարից հեռավորության վրա։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Դասավորելուց հետո այսպես զգուշությամբ փաթաթում ենք։ Տեսեք, թե ինչքան հեշտ է փաթաթվում և ինչքան լավ դուրս եկավ յուղաթղթի վրայից։ Յուղաթուղթով նորից իրեն ծածկում ենք և տեղափոխում ենք սառնարան մոտավորապես 30 րոպե կամ մի փոքր ավել, որից հետո կարող եք կտրատել և վայելել։ Սառելուց հետո ավելի հեշտ է կտրատելը։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել առատ միջուկով, համեղ և տարբերվող։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած բաղադրատոմսը։ Դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Այսօր էլ այսքանը, առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։